Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ մենք հանդիպում ենք Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում եւ Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարի շրջանակներում մենք կրկին անգամ անսալով մեր հեռուստադիտողների խնդրանքին, որ մեր հայտնի Վադի Ղափամայից հետո հյուրընկալվել ենք հարգարժան պարոն Հենրիխ Ասլիբեկյանին եւ այս անգամ կպատրաստենք իր կողմից ֆիրմային մատուցվող խորովածը եւ այն պատրաստում ենք հատուկ ձեզ համար բնության գրկում, որովհետեւ խորովածը բնականաբար պատրաստում են բնության գրկում, չնայած մեզ համար ջերմաստիճանը մինուս է, 0-ից ցածր է, այսինքն, բայց դա նշանակություն չունի, որովհետեւ մենք մեր սիրելի հեռուստադիտողի համար անշուշտ պատրաստ ենք ցանկացած զոհողության։ Հիմա մենք կպատրաստենք խորովածը ըստ Հենրիխ Ասլիբեկյան։ Խորովածը ըստ Հենրիխ Ասլիբեկյանի չի, խորովածը ավանդական հայկական խորոված է։ Այո։ Ես արդեն ասել եմ այդ մասին հեռուստատեսությամբ, հայ տրադիցիայում ասում է խորովածը համով է կրակի կողքը։ Պարզվեց, որ խորովածը կրակի կողքը համով չի, կրակի կողքը ուտելը համով չի, կրակի կողքը պատրաստելն է համով։ Անշուշտ։ Ինչը մենք հիմա կանենք։ Դրա համար մեզ պետք է ընդամենը միս, աղ եւ պղպեղ, եւ շամփուրներ, եւ մեր բարձր տրամադրություն։ Եվ մեր բարձր տրամադրությունը բնականաբար միսը բաստուրմա, ինչպես հայերն են ասում, դնել չի կարելի, բաստուրմա անում էին հին ժամանակներում, երբ սառնարան չկար, միսը նեխում էր, հոտ էր կպնում, տարբեր տեսակի Ու դա երկու բացատրությունն է, առաջինը ձեր ասածն է, որ իհարկե ճիշտ է, երկրորդը, քանի որ իր հյուսվածքները կոշտ են, ի համեմատ օրինակ ձկան կամ հավի, իրեն նույնպես կարելի է մարինացնել։ Վիճելի է, ինձ համար համոզիչ չի, որովհետև մեր միսը մենք հիմա Ինչքան մարդ այդքան կարծիք։ Մենք մեր միսը կխորովենք ընդամենը աղով եւ կունենանք շատ փափուկ, կհամեմենք աղով, կհամեմենք աղով եւ կարմիր պղպեղով եւ կունենանք շատ համեղ եւ փափուկ խորոված։ Դրա համար ընդամենը պետք է վերցնել միսը, մաքսիմալ պետք է կտրվի հավասար կտորներ, որպեսզի կարողանանք հավասար շամփուրի վրա, այո։ Պետք է ասեմ, որ գիտեք, որ մենք ամեն տարի անց ենք կացնում հայ խոհարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հետ, որի ղեկավարը մեր բոլորիս կողմից շատ սիրված Սեդրակ Մամուլյանն է։ Անց ենք կացնում խորովածի փառատոն Աղթալայում եւ Աղթալան հռչակվել է որպես խորովածի մայրաքաղաք, համաշխարհային մայրաքաղաք եւ մեզ համար ցանկացած խորովածի պատրաստման ձև իհարկե հետաքրքիր է։ Եվ մեր նշանաբանն է, մենք խորոված պատրաստում ենք ամեն ինչից բացի ջրից։ Իսկ մենք մեղրից ենք պատրաստում, ու բնականաբար բանջարեղեն, մրգեր, թռչնամիս, վայրի միս, ձկնեղեն եւ բնականաբար նաեւ կարմիր մսերից, որոնցից են օրինակ տավարը, ոչխարը եւ խոզը։ Դուք ո՞ր մսերն եք նախընտրում որպես խորովածի միս։ Խորովածի միս նախընտրում եմ խոզը եւ գառը։ Հրաշալի։ Իսկ ես կուզենայի ասել, որ գառից առավել երևի թե նախընտրել է ոչխարը, չէ՞։ Որովհետեւ ոչխարը ավելի հագեցած համ ունի, քան գառը բնականաբար։ Ավելի հասուն է։ Չեմ ուզում վիճել։ Միայն կասեմ, չեմ ուզում նաև գովազդել, միայն կասեմ, որ բոլոր շրջանների ոչխարները չեն, որ ձեր ասած համը ունեն։ Հիմա սա առևտրային գովազդ չի, կարող տարածաշրջաններ ասել, թե տարածաշրջանը ամենահամով, ամենահամեղ խորովածի գառը մեր Հայաստան աշխարհում գտնվում է Թալինում։ Այո։ Եվ Արագածի փեշերին։ Այո, եւ որոնք արածում են մեր Արագածի բազմածաղիկ Չէ, խոտաբույսերը։ Այո։ Եվ օգտվելով առիթից մենք ողջունում ենք թալինցի մեր բարեկամներին, որովհետև թալինցները հայտնի են իրենց թասիբով եւ ազատամարտին մեծ մասնակցություն ունեցել Արցախյան ազատամարտին։ Եվ պատահական չէ, որ մեր ազգային հերոսներից հենց Թաթուլ Կրպյանն էլ Թալինի Արեգ գյուղից է։ Մենք հիմա կրակը դեռ չենք վառել, ինչպես հեռուստադիտողը տեսնում է։ Կրակը մենք պետք է վառենք խորովածը սկսելուց առաջ։ Հիմա ես ձեզ օգնելու կարգով թերևս փայտ կոտրեմ։ Խնդրեմ։ Համ կտականամ, մեծ օգնություն։ համ էլ ժամանակը կխնայենք։ Կա շատ գեղեցիկ
Եվ մեր հերոստատիտողի եւ մեր ժամանակը։ Հա շատ գեղեցիկ աֆորիզմ, կարծում եմ հերոստատիտողը գիտի, ասում են փայտ կոտրողը երկու անգամ է տականում։ Այո, մեկ անգամ փայտ կոտրել ես, մյուս անգամ կրակի մոտ։ Այո։ Հիմա մենք կդիմենք նոր տեխնոլոգիաներին, որպեսզի լուցկիչ օգտագործենք, վառենք մեր կրակը։ Տվեք ես պահեմ։ Ես էլ դասավորեմ Խաչիկյանի կոտրած ցախը։ Հիմա պետք է միսը մշակենք աղով եւ պղպեղով ու խորովածի process-ը սկսենք։ Պետք է ասեմ, որ այս դեպքում մենք իհարկե օգտագործում ենք միմիայն խորշոր աղ, եւ այս խորշոր աղը իհարկե հայկական աղ է։ Հիմա նայում ենք նոր տեխնոլոգիա, ոչ թե խորովածը պատրաստում են կրակի վրա, այլ կրակի կողքը։ Ճիշտ է, պարոն Ասլիպյան։ Այո։ Բացատրեմ ինչու։ Կլասիկ տարբերակում մենք կրակը վառում ենք, սպասում ենք կրակը նստում է, ածուխների վրա դնում ենք միսը, մսի մեջից բոլոր վտանգավոր եւ ոչ օգտակար նյութերը հալվում են, թափվում են ածուխների վրա, ճարպային հատվածը թափվում է ածուխների վրա, այրվում է, հետո մրի տեսքով նստում է մեր մսի վրա, այսինքն մենք ունենում ենք խանձված կամ մրոտված միս։ Այս դեպքում մեր Սա այն դեպքից է, որ պարոն Ասլիպյան համաձայն չեք, բայց հիմա կփորձենք։ Այս դեպքում ճարպային հատվածը պետք է թափվի ոչ կրակի վրա։ Այո։ Միսը պետք է եփվի ներսից դուրս եւ մենք ունենանք շատ համեղ, գեղեցիկ։ Հիշում եք, ասեցի, որ ուտելիքը ոչ միայն պետք է համեղ լինի, պետք է լինի նաեւ գեղեցիկ։ Մենք ունենանք շատ գեղեցիկ խորոված, շատ համեղ։ Խոզի խորովածի դեպքում մենք օգտագործենք դեղցի փայտ, դեղցի փայտածուխ, որը արդեն ներծծված է դեղցի եթերային յուղերով։ Այո, եւ մենք վերջում մենք խորովածը գեղեցկացնելիս, երբ որ արդեն պետք է կարմրացնենք ածուխների վրա, այդ ածուխով կկարմրացնենք ու կստանանք այն, ինչ դուք ակնարկում եք, բացառությամբ վտանգավոր նյութերի, որոնք հալվել, այրվել եւ նորից ծխի տեսքով նստել են մսի վրա։ Հրաշալի։ Պետք է ասեմ, որ ինքնաթոր օղիների դեպքում, ինչպես նաեւ խորովածի դեպքում, կարեւոր է թե ինչ փայտով է պատրաստվում եւ իհարկե խորովածի դեպքում չի կարելի օգտագործել խեժապատ փայտ, եղևնիներ, սոճիներ եւ այլն, եւ նախընտրել է օգտագործել մրգային փայտի ծառատեսակների փայտ, որպեսզի քեն նույն պարոն Ասլիպյանի հիշատակած դեղցենին, ծիրանենին, բալենին, կերասենին եւ այլն։ Սիրելի հերոստատիտող, մենք տեսնում ենք այն շիշը, որի մեջ գտնվում է այն օղին, որ թորել է պարոն Ասլիպյանը։ Այն օղիներից մեկը, տեսակներից մեկը, սա խնձորի օղի է, սան իսպանիայում կասեն կալվադոս, բայց մենք հայերս ասում ենք խնձորի օղի, եւ անշուշտ մենք փորձելու ժամանակ սրանից կօգտվենք եւ շշերն էլ հատուկ են, քանի որ մենք ժողովրդի մեջ մի հատված ունենք, որ խմում են, հետո իրանք սկսում են ինչ անել։ Մի մասը շատ բարյանվա, մի մասը շատ սկսում է առուց կտրել, չէ՞, որ կատուն նայում է հայլու մեջ, իրան առուծի պես է զգում եւ ասլանի կաթ է խմում։ Այո, ասլանի կաթ է խմում, առուծի կաթ է խմում, որպեսզի հանկարծ սա չօգտագործեն այսպիսի
հա շշերից եք, չէ՞, պատրաստ։ Այո, մեծ շշով, որ տեսնում են, վախենում են, էլ չեն կարողանում խմել։ Հիմա մենք ածուխը, փայտածուխը, որը հագեցած է մրգային եթերային յուղերով, այսինքն հողի թորելուց հետո մեր խորովածին տալու ենք շատ գեղեցիկ համ։ Սա մեզ մոտ խաղողի ներողություն դեղցի օղու ածուխ։ Ինքը ծառը էլի դեղց է, թե ուրիշ ծառ է։ Չէ, ծառը անտառի ծառ է, հաճարենի, բայց եթերային յուղերը մեջը դեղց են։ Ներծծված է, դեղցի օղու, ինքնաթոր օղու, եթերա յուղերով։ Վերջ։ Մենք հիմա վերջնական մասին ենք մոտենալու։ Այո։ Իդեպ պետք է ասեմ, որ սա շատ կարևոր մաս է։ Մենք որպես կանոն ինչ ենք անում։ Հենց խորովածը շշի վրայից վերցնում ենք, միանգամից փորձում ենք։ Իսկ սա անհրաժեշտ է, որպեսզի մի առնվազն 5-10 րոպե, որպեսզի ինքը դամածո դառնա, որպեսզի հյութերը իրար խառնվեն, համերը խառնվեն եւ գա մեկ միասնական համի։ Կքաշենք լավաշով, չէ՞, պարոն Ասլիբեկյան։ Կքաշենք լավաշով մի կտոր ձեզ համար, որ փորձեք, մեր վեճերին վերջ դնելու համար։ Սա 9-րդ դարի տեխնոլոգիա է, ինչ որ է պարոն Ասլիբեկյանը։ Սա ոչ աշխարհին հայտնի է մոտորապես այնպես, ինչպես որ մենք կոչում ենք ղարսի խորոված։ Իսկ դուք ինչ եք կարծում, ես ինձանից եմ հնարել։ Ոչ, իհարկե ոչ։ Պարոն Ասլիբեկյան, դուք անընդհատ հարստացնում եք մեր ժողովրդի մշակույթը ձեր սրբապատկերներով, նաև խոհանոցը նմանատիպ հետաքրքիր բաղադրատոմսերով, եւ անշուշտ այս աշխարհի վրա ոչինչ նոր բան չէ, պարզապես մենք պետք է կարողանանք մեր ունեցածը ներկայացնել աշխարհին, ինչպես որ այս հաղորդման շրջանակները մենք փորձում ենք նորովի շունչ տալ հայկական խոհանոցին։ Մենք ունենք նաև աֆորիզմ, չէ՞, ամեն նոր բան մոռացված է։ Դա լավ մոռացված է։ Լավ մոռացված է։ Պետք է ասեմ, որ տեսքը բավականին ախորժելի է, հոտը իհարկե մենք չենք կարող փոխանցել հեռուստադիտողին, բայց ստեղծագործական թիմը նույնիսկ մի քանի մետր հեռավորության վրա արդեն իսկ ըմբոշխնում է այս հոտը եւ կարող ենք ասել, որ զգլխիչ մենք ունենք հոտ, զգլխիչ տեսք, համի մասին շուտով դատողություններ կանենք պարոն Ասլիբեկյանի հետ միասին։ Եվ քանի որ խորովածը ընկերական կերակուր է եւ տոնական կերակուր է, չէ՞, տխրության ժամանակ իհարկե ստեղծագործական կազմի հետ մենք միասին կուտենք, չէ՞։ Դրա համար մեր բաղադրատոմսերը երբ որ տեսնում եք, իրենք նախատեսված են առնվազն 6-ից 8 հոգու համար, որովհետեւ մեր ստեղծագործական խումբը առնվազն 6-ից 8 հոգի է, եւ բնականաբար մենք միայնակ չենք փորձում, այլապես երբեմն մեզ հարց են տալիս, բա ինչու եք միայնակ դուք փորձում։ Ես փորձում եմ հեռուստադիտողի համար, իսկ իհարկե ստեղծագործական խմբի հետ մեկտեղ մենք փորձում ենք հաղորդումից հետո։ Ես ուզում եմ հիմա մի կտոր խորոված շամփուրի վրայից անել, պարոն Խաչիկյանի հետ իմ վեճին վերջ դնելու համար։ Մենք չենք վիճում, մենք ընդհանրապես բանավիճում։ Մեր բանավեճին վերջ դնելու համար ես մի կտորը կհանեմ, պարոն Խաչիկյան, խնդրեմ բաժանեք ստեղծագործական խմբի անդամներին, ինքներդ փորձեք։ Հիմա մենք փորձենք նաև կենացով։ Կարծում եմ շատ գեղեցիկ կտոր ստացվեց։ Նույնիսկ այնքան ինքը լավ է էֆեր, որ կարող ենք նույնիսկ առանց դանակի։ Առանց դանակի, այո։ Նկատում եք, որ առանց դանակի ենք փոկում։ Իսկ իմ ընկերներից մեկը ասում էր, որ կչորանա։ Այդ ընկերներից մեկը ես էի։ Այն տեղը, որտեղ որ կտրում են, իհարկե ինքը հյութը դուրս է գալիս։ Նկատում եք, որ ինքը հավասարաչափ է խորովել եւ որևէ տեղ կամ ավել կամ պակաս չէ։ Հիմա մենք փոխանցում ենք բաժակը եւ ուզում ենք բաժակ բարձրացնել, քանի որ դուք զինվորական եք մեր հայկական բանակի զինվորի համար, թող որ լինի երկինքը խաղաղ, թող որ ոչ մի կորուստ մենք չունենանք, ոչ մի մոր արտասուք չլինի եւ մեր զինվորները ինչպես որ մենք ճանապարհում ենք բանակ, այնպես էլ իրենք վերադառնան եւ մենք էլ պատրաստ ենք պարոն Ասլիբեկյանի հետ մեկտեղ, երբ որ մեզ հրավիրեն սիրով նրանց համար խորոված պատրաստել։
Վերջում մենք կավեպուտուկը կդնենք ածուխների վրա 10-15 րոպե, որպեսզի միսը հավասարվի, հավասարապես բաշխվի համերը եւ ֆացությունը։ Նրանից հետո արդեն կարող ենք հյուրասիրել, ով կկամենա։ Սիրելի հեռուստադիտող, մեծ հայնական պատերազմի ժամանակ, երբ որ երբեմն նկարահանում էին առաջնորդների խոսքերը, իրենց նկարում էին մարտական դիրքերում, քանի որ բայց ցուրտ էր, նկարում էին իրենց տաղավարներում եւ մի բանով էր երևում, որ դրանք տաղավարային նկարանում են, որովհետեւ մարդկանց բերանից այս ցրտին բնորոշ գոլորշին դուրս չէր գալի։ Մեր նկարահանումը ցույց է տալիս, որ պարոն Ասլիբեկյանի հետ մեկտեղ մենք իսկապես ստուդիայում չենք եւ իսկապես ամեն ինչ անում ենք, որպեսզի հեռուստադիտողին պատճառենք նաեւ էսթետիկ հաճույք, չնայելով թե եղանակին, թե ցրտին։ Եվ կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնենք պարոն Ասլիբեկյան այս գեղեցիկ բաղադրատոմսը մեր հեռուստադիտողների հետ կիսվելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում հեռուստադիտողին այսքան երկար մեզ հետևելու համար եւ ասում, որ բայն ընձես կհանդիպենք մեկ շաբաթ անց կրկին անգամ Երկիր մեդիայի հեռուստաեթերում։ Շնորհակալություն։